Բարև ձեզ սիրելի հայրենակիցներ, ձեզ հետ է Էդվարդ Անտենյանը։ Ողջունում եմ ձեզ համայնայության մայրաքաղաք Երևանից։ Այսօր մարտի 29 է 2026 թվական։ Ընտրությունների հետ կապված կանրադառնանք նաև մեր անելիքներին եւ ինչ է կատարվում մեր երկրում, բայց ուզում եմ ընտրությունների հետ կապված մի բան ասեմ դրսի առումով, որովհետև 2021 թվականի եւ 2026 թվականի մեր ընտրությունների մեջ տեղի ունեցավ մի շատ կարևոր հարթ իրադարձություն, դա ուկրաինական պատերազմն է, որը կտրուկ փոխեց ցանկացած երկրի ընտրության բովանդակությունը։ Կապ չունի այդ երկիրը եվրոպական է, ամերիկան է, որևէ այլ երկիր է, բոլոր տեղերը, որտեղ ընտրությունն ա եղել, մարդիկ իրենց վերաբերմունքն արտահայտել են, որ կողմից ես օկուպանտ Ռուսաստանի, թե արևմուտքի կարծիքի կողմնակից ես, ինչպիսին ես պատկերացնում մեր աշխարհի ապագան։ Ու սա, երբ որ Հայաստանում ուզում են ցույց տան, որ դրսից ճնշումներ, դրսից պատերազմներ Հայաստանում միջամտության, հարցը նա չի, որ դրսից ցանկանան միջամտել, հարցը նա է, որ ներսում էլ որոշվում է, թե ինչ ենք ընտրելու, մեր ընտրությունով է պայմանավորված մեր երկրի ապագան, թե չէ կարող են այնպիսի ոսկի սարեր խոստանալ, մեկն էլ ավելի մեծ բարձր սար խոստանա, արդյունքում հետո պետք է ասեք խոստացան, եկան իշխանության, ոչ մի բան չարեցին, այդ չգիտեիք, որ չէին անելու, որտեղ ինչ են խոստացել, որ բազայի վրա են իրանք այդ խոստումները կատարելու, որտեղ էր մեր երկրի ապագան, որտեղ էին տեսնում նրա ռազմաքաղաքական ու տնտեսական տիրույթը, որ ինչպիսի գործընկերության շրջանակներում։ Հիմա ինչի եմ ասում, դրսով գամ, որ պատկերացնեք։ Ուրեմն հաշվի առնելով, որ 2026 թվականի ապրիլի 12-ին նախատեսված ընտրությունները ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հունգարացի ընտրողներին կոչ է արել քվեարկել գործող վարչապետի օգտին։ Սա մի քանի օր առաջ է ասել, բայց դա հենց առաջ էլի էր ասել։ Վերահաստատելով իր պատրաստակամությունը շարունակելու սերտ գործակցությունը Հունգարիայի հետ։ Վիկտորը քրտնաջան աշխատում է Հունգարիան պաշտպանելու, տնտեսությունը զարգացնելու, աշխատատեղեր ստեղծելու, առևտուրը խթանելու, անօրինական ներգաղթը կանխելու, օրենք եւ կարգ ապահովելու համար։ Հունգարիայի եւ Միացյալ Նահանգների միջև հարաբերությունները հասել են համագործակցության նոր բարձունքների եւ տպավորիչ նվաճումների։ Իմ վարչակազմի օրոք, հիմնականում շնորհիվ վարչապետ Օրբանի, գրել է Թրամփը։ Սա իր աջակցությունն է ապրիլի 12-ի ընտրությունից առաջ։ Իսկ այսօր Բուդապեշտից վերադարձած իմ բարեկամը պատմում էր, թե օդանավակայանից մինչև Բուդապեշտ, Հունգարիայի մայրաքաղաք, բոլոր կողմերում, բոլոր պաստառների վրա Վոլոդիմիր Զելենսկու նկարն էր։ Եվ ընդդիմության ներկայացուցիչը, որը որ Եվրոպարլամենտի падգամավորը Պետր Մադյարը, իր պաստառների վրա կենտրոնում ինքն էր, մի կողմում Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենը, մյուս կողմը Վոլոդիմիր Զելենսկին, եւ խոսում են, որ մենք գալով իշխանության պետք է աջակցենք, եվրոպական ծրագրերն անենք, համաեվրոպական ծրագրերին ինտեգրվենք, ոչ թե Օրբանի նման մի կողմ քաշվենք, ասենք մենք ենք, իբր թե մեր ինքնիշխանությունը Եվրոպան ազդում է եւ այլ եւ այլ։ Եվ մեկ էլ Օրբանը իր տարածած պաստառների մեջ, այնքան իր նկարը չէր պաստառների մեջ, ասում զարմացած էինք, ինչքան Վոլոդիմիր Զելենսկու ժպտացող նկարը եւ իրենց կարգախոսն է, եկեք թույլ չտանք, որ Զելենսկին վերջինը ծիծաղի։ Այսպես ընտրության են գնացել նախընտրական քարոզչության մեջ, իր տեքստի մեջ հաշվել էին Հունգարիա բառն ավելի քիչ է օգտագործած, քան Զելենսկու ազգանունը։ Մարդը ինքնիշխան պետության ընտրությունների է գնում, այս ձևով, որ սա խայտառակություն է, դա հասկանալի է, այսինքն մոտավորապես տպավորություն է, որ Օրբանը գնում է ընտրության մերժենք Սերժին կարգախոսով, այսինքն մերժենք Զելենսկուն, ինչ կապ ունի Զելենսկուն քու երկրի հետ, ինչ կապ ունի քու ընտրության հետ, այսինքն իդեմս Զելենսկու իրանք գեներացրել են ատելություն, որ ժողովուրդ ջան, տեսեք ինչ են անում, ուզում են միջամտեն մեր ընտրությանը, էս են անում, են անում, եթե մյուս կողմը ընտրի, նրանք ուզում են Ուկրաինային պաշտպանեն, Եվրոպան ցանկանում է վեր վրա ճնշել, էս են անում, մենք սովետական միությունը մեզ ճնշել է, քիչ է հիմա էլ Եվրոմիությունն է ցանկանում մեզ ճնշի, մենք անկախություն ենք ուզում եւ այլ, բառից բուն իմաստով ըստ պատմողի կապիկություն, ոչ թե ընտրություններ։ Դուք պատկերացնում եք վիճակը։ Այսինքն իհարկե սա ծայրահեղություն է, բայց որ ասենք
Եվրոմիության անդամ ՆԱՏՕ-ի անդամ պետությունը ընտրության է գնում դրսի ազդեցության կարգախոսը օգտագործելով ներսում, մենք դրանից խուսափել չենք կարող, պետքա որոշենք ում հետ ենք, որտեղ ենք։ Ես այն Հունգարիան է, որը Խորհրդային Միության փլուզումից հետո, երբ որ դիմեցին ՆԱՏՕ-ի անդամակցության, իսկ չկա չէ մեկը, որ չհասկանա, որ ՆԱՏՕ-ն հիմնադրվել էր 49 թվականին 1900 ապրիլի 4-ին 12 հիմնադիրների կողմից Վաշինգտոնում ընդդեմ Խորհրդային Միության ընդլայնման։ Այսինքն դա զուտ Խորհրդային Միության ընդլայնման դեմ կառույց էր, համաեվրոպական անվտանգության կառույց էր, բայց ՆԱՏՕ-ի դեմ, ոչ հյուսիսատլանտյան էր, բայց եվրոպական անվտանգության։ Այսինքն չկա այնպես պետություն, որը որ ցանկացել է ՆԱՏՕ-ի անդամ դառնալ, արդյունքում չի մտածել, որ Խորհրդային Միության փոխարեն եկել է Ռուսաստանը, որը հավակնություններ ունի նորովի վերականգնել Խորհրդային Միությունը։ Այսինքն նույն ձևի պետքա պայքարել եւ զգույշ լինել Ռուսաստանից։ Եվ առաջի արևելյան եվրոպական ՆԱՏՕ-ի ընդլայնումը 1999 թվականի մարտի 12-ին եղել է 3 պետություն, այդ բոլորի մեջ 3-ը՝ Հունգարիա, Չեխիա, Լեհաստան։ Պատահականություն է դա։ Լեհաստանը, որ ամենաշատն է տուժել արևելաեվրոպական երկրներից Խորհրդային Միությունից, որտեղ Մոլոտով-Ռիբենտրոպ պայմանագրով 39 թվականի օգոստոսի 23-ին, երբ որ որոշեցին բաժանել Եվրոպան, մի կողմից մտներ Գերմանիան, մի կողմից Խորհրդային Միությունը, սեպտեմբերի 1-ին պատերազմը սկսել է Գերմանիան հարձակվել է Լեհաստանը, սեպտեմբերի 17-ին Խորհրդային Միությունը այս մյուս կողմից մտել է Լեհաստան։ Մենք լավ գիտենք Լեհաստանը ոնց են ոտատակ տվել, ինչպիսի համակենտրոնացման ճամբարներ եւ ինչեր ա եղել։ Բա ինչ ա եղել Հունգարիայում։ Հունգարիայում եղել է 56 թվական։ Խորհրդային Միության տանկերի տակ ճխլել են կանանց ու երեխաներին, որտեղ նրանց մտքով անգամ չեր հասնի, որ տանկը կքշեն կանանց ու երեխաների վրայով։ Դե չեր անցնի, դրա համար գնացել էին համարձակ կանգնել։ Պարզա որ Հունգարիան հասկանում էր, որ այլևս երբեք Խորհրդային Միության տանկերը, ոչ ռուսական տանկերը պետք է Հունգարիա չմտնեն, ժամ առաջ իրանք դարձան ՆԱՏՕ-ի անդամ։ Եվ ուրիշ բան նայենք։ Բանուի Վիկտոր Օրբանը պատահաբար կարող է հիշի, որ երբ որ որոշեց Եվրամիության ընդլայնումը, առաջի արևելաեվրոպական ընդլայնումը եղել է 2004 թվականի մայիսի 1-ին։ Առաջի այդ ընդլայնման ցուցակի մեջ Հունգարիան մտնում էր, որտեղ ինքը պատկերացնում էր իր երկրի ապագան համաեվրոպական ընտանիքի լիիրավ անդամ։ Ինքը պատկերացնում էր, որ իր անվտանգությունը ՆԱՏՕ-ն է, որպեսզի վերջապես տարանջատվի Ռուսաստանից եւ այդ վախը իր սրտում չլինի, որ մի օր Խորհրդային Միության տանկերը կհայտնվեն Բուդապեշտում։ Իսկ այսօր դուք նայում եք, մարդիկ զարմացած եկել պատմում են։ Անկամ ասում Լիտվան ինեշան բողոքի իր դեսպանատան դեմը Ուկրաինայի դրոշն էր դրել։ Որ տեսեք, մենք սատարում ենք, մենք պաշտպանում ենք։ Եվ բաժանները ասում են, միացած ատելություն են գեներացնում, ժողովուրդ ձեր վատը ուզում են, այս Զելենսկուն, դուք պետք է գնաք մերժեք Զելենսկուն։ Ժողովուրդ ջան, Զելենսկու ազգանունը չկա այդ բանի մեջ, բուլետենի մեջ չկա ազգանունը գրած։ Այս ձևի է ընտրություն կատարվում։ Դրսի աջակցությունը կամ դրսի ատելությունը ներսում գեներացնում են, որպեսզի ազդեն ընտրողի վրա, որովհետև այսօր չես կարող ընտրություն անել, մենք ենք մեր սարերը կարգախոսով։ Սա ուղղակի ասի, սա էլ մյուս ծայրահեղությունն է, որ սա եվրոպական երկիրն է, որը Խորհրդային Միությունից զզված առաջի ընդլայնումով մտել է ՆԱՏՕ, առաջի ընդլայնումով մտել է Եվրամիություն։ Այսօր ասում եմ մենք բան ենք, դեմ ենք եվրոպական ընտանիքի վարած քաղաքականությունը, մենք անկախություն ենք ուզում։ Անկախություն ես ուզում ու պայքարում ես քո երկրի ընտրություններում Զելենսկու դեմ։ Իսկ հիմա Նիկոլ Փաշինյանը նախընտրական քարոզչության շրջանակներում գնացել էր Սուրբ Աննա եկեղեցի պատարագի, դե ինքը պարբերաբար գնում է մասնակցում, չեմ ուզում ընդհանրապես քննարկել ընդեղի մեջադեպը, թե ինչ տեղի ունեցավ, ոնց եղավ, հարձակվեցին, հետո կալանավորեցին եւ այլ, ուղղակի քանի որ մեր մոտ ոչ մի սրբություն չի մնացել, զարմանալու ոչինչ չկա։
Քրիստոսի հետ առնչվող Երուսաղեմ էշով մտնող պատկերի որպես խորուրդ գնում ես մտնում եկեղեցի թիկնապահներով, այլապես քո վրա կհարձակվեն, կարող է տան սպանեն, ապշելու բանա ժողովուրդ, լավ դուք բա եկեղեցում ինչ էիք անում այս երկու կողմի ժողովուրդը։ Այսինքն ոչ մի բան չի մնացել այս երկրում։ Գոնե առիթը, գոնե իմանայիք ինչ խորհրդի առիթով եք գնում։ Քրիստոսը որ գնում էր էշով, կողքով թիկնապահներ կային, չէ։ Բայց վրան էլ հարձակվողներ չկային, բոլորը չէին, չէ իր այդ համաձայն։ Այստեղ ես դրա համար չեմ ուզում անգամ գնահատական տամ, ով էր ճիշտ, ով էր սխալ։ Մենք բոլորը սխալ ենք, եթե այս մթնոլորտ ենք ստեղծել, այսօրվա օրով, այս ազիզորով, ինչպես ասում են, եկեղեցի ենք մտնում ու ներսում կռիվ սարքում։ Ոստիկանությունն էլ պարզաբանում է, ասում է քաղաքական գործունեությունը խոչընդոտել են։ Փաստորեն եկեղեցի այցելելը քաղաքական գործունեություն էր, հա։ Բայց այդ ձեր տնաշեն ձեզ հարցաքննել պետք չի, էլ ավել խոստովանում եք։ Այս մթնոլորտն է ժողովրդյան, այս էլ մեր մոտի ընտրությունն է։ Աշխարհը մեզ չի վերաբերվում։ Մերը ներսում է, մեր կռիվները ներսում է։ Բայց հիմա մի հատ հասկանանք, ի վերջո, բա մեր մոտ ինչ է կատարում, մենք էլ ենք գնում ընտրության, ինչ որ խոստումներ են տվել, ինչ որ բաներ են ասել ժողովրդին իշխանությունները, ինչ փուլում ենք մենք։ Արտգործնախարար Արարատ Միրզոյան, Հայաստանի եւ Իրանի միջև ռազմավարական գործընկերության պայմանագրի շուրջ քննարկումներն առայժմ դադարեցված են։ Փաստաթուղթը հասկանալի պատճառներով այս պահին չի քննարկվում։ Այս էր նախատեսվում, այս պահին չենք խոսում այդ մասին։ Ուրեմն, երբ որ ռազմավարական գործընկերությունից խոսում էին Իրանի հետ կապված, տասնյակ անգամ ասել եմ ժողովուրդ, դուք չեք հասկանում այս աշխարհում ինչ է կատարվում։ Ինչ Իրանի հետ ռազմավարական գործընկերություն, ժամանակ եք գտել տես խաղեր տալու։ Դուք հասկանում եք, որ եթե դուք կոնֆլիկտի մի կողմ դառնա, կապ չունի Իրանը կհաղթի թե չէ, դուք արդեն պարտված եք, որովհետև այն մյուս կողմն էլ թույլ տղեկ չեն, որոնք որ ասեն, բա չհասկացանք, մեր նեղության ժամանակ մանավանդ տեսնում եք Դոնալդ Տրամփը ինչ ծանր է տանում, որ ասում է մեր նեղ օրի մեր կողքը չէիք եւ այլ եւ այլ։ Ստե դուք չեք նայել ով է հաղթելու, Ամերիկան թե Իրանը, ստեղ նայում եք, որ ով էլ լինի, դուք պարտված եք, եթե դուք սխալ քաղաքականություն եք վարում։ Քանի անգամ ենք խոսել այդ մասին։ Վերջ տվեք այս խառը օրերին Իրան ներկայացուցիչ ուղարկի, ինչ գործ ունի պաշտպանության նախարարը Իրանում, ինչ գործ ունի գնա այդ տարբեր տրամաչափի պաշտոնյաների հետ, ես իմի ճոռոմ բաներից խոսա։ Տեսակ արդյունքում ինչ եղավ։ Հիմա այսօր Արարատ Միրզոյանն ասում, ու այդ ժամանակ ինչ էին ասում, այ մարդ կլինի մի բանից դու գոհ մնաս։ Մարդիկ են էլի, աշխատում են էլի, տեսնում եք, էս էնա, բա ինչ եք դադարացրել։ Նոր գլխի ընկաք, որ այս սրա ժամանակը չի։ Բա Ամերիկան խփել էր Իրանին, դուք ձեր ինչ ավտոբուս էր, ուրախ ավտոբուսով, ուրախ զվարթ պերաշկի ուտելով ֆրֆռում եք ու ասում եք մեր մոտ պատերազմ չկա, մեզ չի վերաբերվում, մենք վայելում ենք, մենք էս ենք անում, երաժշտություն էիք ընտրում։ Բա նոր գլխի ընկաք, որ Իրանի հետ կապված բան է փոխվելու, նույնիսկ եթե այսօր Իրանը լավ էլ դիմադրի Ամերիկային, մեկը դրա ժամանակը չի, որ դուք իր այդ նման կարգի բաներ քննարկեք։ Բա դա ենք զգուշացնում։ Վատը գիտեք որն է, դեռ չկատարված զգուշացնում ենք, կատարվում է դեռ գլխի չեք ընկնում։ Կատարվածից մի ամիս հետո եք պարզաբանում, որ հիմա դրա ժամանակը չի։ Բայց կատարվածից մի ամիս առաջ, 2 ամիս առաջ, 3 ամիս առաջ էինք ասում, որ դրա ժամանակը չի։ Բա այդքան ինֆորմացիան դուք ունեք, ես չունեմ։ Այդքան ինֆորմացիան դուք ունենալով ո՞նց եք այդպես սխալներ թույլ տալիս։ Որ հիմա մի ամիս հետո, հարվածից մի ամիս հետո բացատրում եք, որ դրա ժամանակը չի, ում եք բացատրում։ Ինձ լսողները մենք պարբերաբար քննարկում ենք, նրանք վաղուց գիտեն, որ դրա ժամանակը չի։ Դուք ում համար եք դա ասում։ Ես այդ օրինակը բերում եմ, որ դուք պատկերացնեք վիճակը, ինչի ենք անհանգիստ, որովհետև այս մարդիկ adekvat չեն։ Այս մարդիկ չեն տիրապետում իրավիճակին։ Արարատ Միրզոյան, Թրիփի շուրջ քննարկումները չեն դադարել։ Փաստաթղթերի համաձայնեցման փուլում ենք։ Ենթադրում եմ, որ հաջորդ փուլում ինչ որ միջկառավարական համաձայնագիր պետք է ստորագրվի։ Ենթադրում եմ, բայց որ ժամկետներ չէիք ֆիքսել։ Փաստորեն ենթադրության վրա է։
որից հետո կազմակերպություն կհիմնադրվի, ենթադրելուց հետո կհիմնադրվի։ Մենք ասում էինք, որ ուզում ենք այնպես լինի, որ տարվա մեջ կամ կեսերին շինարարություն սկսվի, բայց չգիտեմ դա ինչքանով է իրատեսական, դա ցանկություն էր ամեն դեպքում, ասել է Միրզոյանը։ Ժողովուրդ ջան, դուք ցանկություն ունեք, որ 2050 թվականին ֆուտբոլի աշխարհի չեմպիոն ունենաք։ Ով է կասկածում ձեր բարի ցանկությունների վրա։ Բայց մենք թրիփի հետ կապված ասում ենք մի գեներացնի այնպիսի լավատեսական տրամադրություններ, որովհետև դա կարող է տեղի չունենա։ Եթե քանի կա թշնամանք Ամերիկա, Իրան, չի լինելու թրիփը, չի լինելու որևէ պատճառով։ Ամերիկան Իրանին կոտրեց, այդ ուրիշ խնդիր է, չկոտրեց, ուրիշ խնդիր է։ Իրանը դիմադրեց, դասի թրիփը տար ու ստեղից գնա։ Չի լինելու դա։ Հիմա երբ որ այսօր դուք թրիփի հետ կապված ինչեր էիք ասել, միլիարդներ է հոսելու Հայաստան։ Միլիարդներ։ Հիմա ուր է այդ միլիարդները։ Դուք միայն ենթադրում եք, որ կարող է ինչ որ ժամանակ դա կատարվի, բայց իրատեսական չի, որ դա տեղի կունենա մինչև տարվա վերջ։ Բայց դուք պլաններ եք կազմել։ Նիկոլ Փաշինյանը գնում էր Սյունիք, ասում էր միլիարդներ է հոսելու Հայաստան։ Ասում ենք միլիարդները կարող է անցնելու է, բայց Հայաստանի բյուջե միլիարդներ չի մտնելու։ Բայց սա ենք բացատրում։ Ասում են չենք հասկանում, ասում եք մեր երկրի ապագան Ամերիկայի հետ, ասում եք 20 տարուց ավել Ամերիկայի անուն եք տալիս, եկել եք հիմա Ամերիկան ճանապարհը բացում դժգոհ եք։ Բա բացում, հա։ Այդ ճանապարհը բացելու անվան տակ ասում եք մենք անվտանգություն ենք բերել։ Ամերիկայի երաշխիքով անվտանգություն ենք բերել։ Այս տնտեսական ծրագիրը մեր անվտանգությունն է։ Ասում եք ինչ եք խոսում, Ամերիկան ձեզ անվտանգության երաշխիք է տվել։ Կամ Ամերիկայի միջոցով անվտանգության երաշխիքը որ լինի, եթե այնպիսի ծավալուր չլինի, այնպիսի համապարփակ անվտանգության խնդիր չլինի, Իրանը որ կանգնի ասի Ամերիկային չմտցնես Սյունիք, ու մենք մտցնենք տակից, ոնց ենք դուրս գալու։ Վախից գնացին Իրանին ասին, չէ, մենք անվտանգությունը հարց չկա, ամերիկյան զորքը չի մտնելու Սյունիք, բան ամերիկյան զորքը Սյունիք չի մտնելու։ Մեր անվտանգությունը ոնց էր պահելու, եթե հանկարծ Իրանին դուրս չգար այդ ճանապարհը։ Քանի անգամ ենք այդ մասին խոսել։ Ու ասում են դե թողեք գնանք ապարենք, էլի։ Ժորժիա, եթե ուզում եք ապարեք, ձեզ ինչ անենք, ես երաժշտություն չեմ կարա ձեզ համար ընտրեմ։ Դրա համար մենք DJ Նիկոլ ունենք։ Ինքը ձեզ համար երաժշտությունը կընտրի։ Դուք էլ կգնաք կապարեք, բայց սա ենք բացատրում։ Նոր հասկացաք, որ նույնիսկ Ամերիկայի բազան դեռ անվտանգության երաշխիք չի։ Չեք տեսնում արաբական երկրների վիճակը։ Այն աշճանի, որ արաբական երկրները Ամերիկայից դժգոհում են, ասում են, ի՞նչ սարքեցիր մեր գլխին։ Իսկ Դոնալդ Թրամփը վիրավորված ամենավերջի վիրավորական արտահայտություններով է խոսում արաբական երկրների հասցեին, այն էլ Սաուդյան Արաբիայի հասցեին։ Դրանց մեջի ամենահզորի հասցեին։ Ու այդ մարդկանց ասում տրիլիոններ կտակ պատերազմը կշարունակեմ։ Մի քիչ կտակ, 5 տրիլիոն կտակ կշարունակեմ, 2.5 տրիլիոն կտակ կդադարացնեմ։ Բայց այդ մարդիկ վաղը մյուս օրը որ հասկանան, որ քեզանից օգուտ չկա, այդ տրիլիոնները տան միտեղից հարստացված ուրանը բերեն ու դնեն գաղտնի հարստացնեն, միջուկային զենք ստեղծեն, վաղն է կանգնեն ասեն հոп, մենք մեր անվտանգությունը երաշխավորեցինք, տո բոլորից էլ, տո Իրանից էլ։ Իրանը պետք է մեզ վախացնի։ Այդ տրիլիոններ տվողները վախենվեք մարդ չգտնեն, որոնց տեխնոլոգիա գողանան կամ գիտնականներ առնեն բերեն։ Ֆուտբոլիստներ են առնում, բերեմ են իրանց թիմերում խաղում։ Անապատի ֆուտբոլիստը ո՞րն է։ Անապատը պարտեզներ են սարքում։ Ինչ օազիսեն արդեն քաղաք են սարքում, դուք չեք տեսնում։ Այդ երկրները եթե պետք է փող դնեն, փող են դնելու, որ դու Իրանից պաշտպանես, փող կդնեն միջուկային զենք կառնեն։ Ու կասեն հաջողություն։ Մենք մեր անվտանգությունը կպահենք։ Սրանով մենք մոլորակը անվտանգության ենք տանում։ Բա սա ենք ասում, չէ՞։ Ու երբ որ աշխարհակաղակական իրավիճակը վերլուծում ենք, մարդիկ ասում են մեր դարդերից խոսանք, ինչ մեր դարդ։ Ուրեմն սա մեր դարդը չի, որ խոսում ենք։ Իրանի պատերազմը, որ քո թրիփը հետաքցում, դա մեր խնդիրը չի։ Որ Իրանի հետ ռազմավարական գործընկերության ռիսկ չես անի գնաց, որովհետև դա խիստ վտանգավոր է նույնիսկ Իրանի հաղթանակի պարագայում, դա մեր խնդիրը չի։ Մեր օրակարգը չի։
Արարատ Միրզոյան, խաղաղության պայմանագրի հետ կապված նորություն չկա, մեր դիրքորոշումը նույնն է, պատրաստ ենք ստորագրել։ Անցյալ տարի օգոստոսի 8-ից նախաստորագրվելուց հետո մինչև այսօր հեսա մի տարին կլռանա, բան չի մնացել։ Դուք դեռ ասում եք, որ նորություն չկա, ինչի չկա, որովհետև Ադրբեջանն ասել է պայմանս կկատարեք, կստորագրեմ, չէ, իսկ պայմանը որն է, պայմանը սահմանադրության փոփոխությունն է, իսկ եթե սահմանադրությունը չփոխվեց, իսկ եթե ժողովուրդը դեմքը վիարկեց, այսինքն պատերազմն անխուսափելի է, մեղավորը ժողովուրդն է, այդ ինչ խաղաղություն եք բերե, սրտիկն արած բաժանում եք։ Դուք այսօր խոստովանում եք, որ դուք բանակցող չեք, դուք պատրաստ եք այսօր էլ ստորագրեք։ Բայց ձեզ հետ ստորագրող չկա, անցյալ տարվանից դուք պատրաստ եք, ձեզ հետ ստորագրող չկա, այսինքն խաղաղություն երաշխավոր չկա, խաղաղության երաշխավորը եթե Տրամփն էր, այդ մենք տեսանք, լավա ուրիշի օրինակով, խաղաղության երաշխավորը եթե Ալիևն է, այդ մենք մեր օրինակով էլ ենք տեսել, մեր մաշկի վրա էլ ենք զգացել։ Մարդը որ ասում է կանեք, չեկանի, ես տանկերով իմ հարցը կլուծեմ, եթե չեք ուզում ավտոներով մտնեմ Հայաստանը վերցնեմ։ Արևմտյան Հայաստանը մեր հայրենիքն է։ Մենք այդ մարդու հետ ենք խաղաղության գնում։ Չմոռանանք հանկարծ։ Դրա համար էլի ընտրությունների թեման արագ ամփոփեմ ու անցնենք առաջ։ Դրա համար երբ որ մենք խոսում ենք, որ Հայաստանի ապագան, այո, ցանկացած տես նրբություն չկա, տես փոքր հարց չկա, որ մեզ չվերաբերի։ Ցանկացած խնդրեմ պետք է մտածել ինչպես լուծել, բայց երբ որ խնդրեմը լուծելու ժամանակ ճիշտ ճանապարհ ես ընտրում, քայլ առ քայլ մոտենում ես այդ ճանապարհին, ամեն անգամ քո ստարտային վիճակը ավելի լավանում է, մոտենում ես։ Հիմա դուք տեսեք, Ռուսաստանը պատերազմ որ մտավ, պատերազմից առաջ էր իր վիճակը լավ, թե պատերազմից հետո։ Բա ոնց որ գնացել էր գրավել, որ հարստանար, հիմա հարստացել է։ Վիճակը չեք տեսնում։ Այսինքն եթե դու ճիշտ ճանապարհ ընտրես, ճիշտ ճանապարհի ամեն հաջորդ քայլում քո կենսամակարդակը կավելանա, ամեն հաջորդ քայլում այդ խնդիրը կկարողանաս ավելի լավ լուծես, մինչև հասնես վերջնանպատակին։ Այդ դրա համար երբ որ մենք ասում ենք, որ ընտրության կգնանք, եսի նկատի ունեմ Հայաստանի Շնորհապետական կուսակցությունը, որի ցուցակի մեջ էլ ընդգրկված եմ ես, կուսակցության ղեկավարն էլ Գուրգեն Սիմոնյանը, ինչ ենք ասում, որ եթե կստանանք ծանրակշիռ ձայներ, մենք հայտ կներկայացնենք Եվրամիության անդամակցության, քանի տարի դա ուզում ա տևի, մենք կընտրենք այդ ճանապարհը։ Եթե չենք ունենա մեծամասնություն, կունենանք այնքան ձայն, որ մենք ոչ նրան կմիանանք, ոչ նրան, այդ դեպքում մենք մեր ծրագիրը առաջ կտանենք, մեր գաղափարներն առաջ կտանենք, մեր շփման հնարավորություններն ավելի կմեծանա, կփորձենք այո նաև կազմակերպել ստորագրահավաք, հավաքենք եւ պարտադրենք օրվա իշխանությանը ով ուզում լինի, որպեսզի դիմում ներկայացնի Եվրամիության անդամակցության, որտեղ դա ժողովրդի հայտն է։ Սրա մասին է խոսքը։ Այո, հասնենք դրան, որ հասնենք հանրակրվեով պարտադրենք դիմում գրեն անդամակցության։ Դա էլ փորձենք անենք։ Ինչի են ծանր տանում, երբ որ ասում ենք, որ ոչ նրան ենք միանալու, ոչ նրան, որտեղ ամեն մեկը մտածում է ոնց, բա հետո բա որ դուք անցնելու եք, մեզ չեք միանալու, մենք միավոր ենք կորցնում։ Բայց իրանք հույս ունեն, որ կարող է առնեն, չէ՞։ Իշխանությունը մտածելով կվախացնի, ընդդիմությունը մտածելով կառնի։ Բա որ չես վախենում ու չես ծախվելու, բա ոնց պետք է ան, բա էլ ինչի գաս։ Ավելի լավ անենց մեկը գա, որին կարողանանք առնենք կամ վախացնենք։ Բայց այ դրա համար իրանց շահերից չի բխում մեր անցնելը։ Ինչպիսի գիտաֆանտաստիկ սցենարներ ասեք նկարագրում են, թե ում շահերն ենք սպասարկում։ Ասում են Հայաստանի Շնորհապետական կուսակցությունը Նիկոլ Փաշինյանի շահերն է սպասարկում։ Ասում ենք լավ, կարող եք բացատրել ոնց, եթե կուսակցությունը չի միանալու ոչ նրան, ոչ նրան։ Մի հատ ձևը բացատրեք, ոնց է այդ դեպքում սպասարկում Նիկոլ Փաշինյանը, դե շատ դժվար է, չէ՞ դա բացատրել։ Ոնց կարող է պատահի ասես, եթե մարդը անցնում է, ոչ մեկին չի միանում, ոնց է ինչ որ մեկի շահերը սպասարկում։ Ասում են, «Յա, բավոր չանցնեք, բավոր»։ Կարող է այդ ձայները անցնի ամենաշատ ձայն ստացածին։ Եթե Նիկոլ Փաշինյանն ամենաշատ ձայնն է ստանում, այդ գործակցով բազմապատկումը Փաշինյանին օգուտ է ձեր ձայները փոշիացնելը։ Չես հակառակվում, որովհետև հենց հակառակվես գլխի կընկնի, որ սխալ է ասել ու կուղի։ Սպասում ես մի քիչ անցնում է ու հարցնում ես, բան չի եք գտնում, որ Սամվել Կարապետյանը ճիշտ է։ Այո, ամենամեծ հավանականությունը, ամենամեծ վարկանիշը Սամվել Կարապետյանն ունի։
Նիկոլ Փաշինյանից շատ, հա։ Բա ոնց ենք որ մեր ձայները փոշիանում միանում Նիկոլ Փաշինյանի, եթե Սամվել Կարապետյանի ձայներն ավելի շատ է։ Վայ, անհարմար բան ստացվեց։ Այդքանը չէին մտածել։ Ու գիտեք ինչի չեն կարա ասեն, կարողա Սամվել Կարապետյանի պատվերն են կատարել, թե կմտածեն դե դժվար է էլի Անտոնյանին մեղադրել, որ կարողա ռուսական շահեր սպասարկի, հեչ չի կպնի։ Բերեք ասենք, որ Կարապետյանն ավելի բարձր վարկանիշ ունի, ավելի շատ ձայն է ստանալու, բայց դուք օգնում եք Փաշինյանին ձեր ձայներով։ Ժորժ ջան, մի հատ տանը պարապեք, ձևը սովորեք, մի հատ բացատրեք, իմանանք դա ոնց է կատարվում։ Ու դրա համար հասկանում ենք, որ դուք կուզենաք, որ ցանկացած մեկը անցնի, որի հետ կարող եք պայմանավորվել։ Չի լինելու դա, որովհետև շատ թանկ է մեր ժողովրդի վստահությունը, ահավոր թանկ է մեր ժողովրդի վստահությունը։ Եվ պատահական չի, այս էլ որերորդ դեպքն է, հրապարակային բողոքում են, որ մի անգամ չի եղել, երկու անգամ չի եղել, 3 անգամ չի եղել, ես նույնիսկ չեմ էլ անդրադարձել դրան, էլի թե պատճառն ինչ է, թե ինչի ինձ հրավիրում են տարբեր հավաքների ու ես չեմ գնացել։ Ժորժ ջան, ամեն մեկին sense բարեկիրթ ձևով ցրել եմ, այսպես ասեմ, ու չեմ գնացել։ Մի պարզ պատճառով, որովհետև քեզ հրավիրում են միտեղ բան հանդիպելու, դու չես կարող ասել ցուցակը տվեք, տեսնեմ էլ ում եք հրավիրել։ Եթե այնտեղ ինձ համար անցանկալի մարդ կա, ես չգամ։ Ու դու գնում ես, մեկ է դնում են նկարում են, սեղանի շուրջ նստած են տարբեր մարդիկ, բան են քննարկում։ Կամ մի հատ սուրճ է դրած, կամ մի հատ խմորեղեն է դրած, կամ հաց է դրած, զրուցում ես, բան ես քննարկում։ Հաջորդ օրն ասում են, ես դու չէիր սրան միացած, պարզվում է այս մեկը իշխանության հետ է լավ, այն մեկն է ռուսամետների հետ է լավ։ Դե եղբայր, ես շատ գիտեմ, դուք ելում էիք կանչելու։ Քանի անգամ ասել եմ, եթե ինձ կանչում եք միտեղ, որը որ պետք է հրապարակեք, ձեզ իմ կարծիքն է եթե իմ կարծիքն է հետարկում, ես ամեն օր իմ կարծիքը հայտնում եմ։ Կամ էլ հարցազրույցի շաբաթը ոնց ուզում եմ 2 անգամ կանչում են, ասում եմ։ Եթե ինձ կարծիք եք հետաքրքրում, ոչ հրապարակային պատրաստ եմ հայտնել։ Եթե ձեզ պետք է որ ես գամ այդտեղ դուք նկարեք, ասեք, տեսեք Անտոնյանը մեզ հետ էր, ես ձեզ հետ չեմ հանդիպելու։ Ու պատահական չէ, դա ինչի համար հիշացրեցի։ Գուրգեն Սիմոնյանին հրավիրում եք միտեղ հանդիպման, մարդը այն ժամանակ կուսակցություն էլ չէր ստեղծել։ Ընդհանրապես գնացել է փորձագետ մարդկանց հետ շփվել է։ Հրավիրում են հաց ուտելու, գնում է, պետք է ասել մի հատ հաց ուտողների ցուցակը տվեք, իմանամ էլ ովքեր են մասնակցում։ Կամ ով է դնում հացի սեղանը նկարում։ Նկարում են քիչ է։ Մի հատ էլ ասում են դե տեսեք, այս մարդկանց հետ էր նստած, ուրեմն Փաշինյանի պատվերն է կատարում։ Չէ՞ հա, լուրջ, գիտեք ամենաշատ ովքեր են տարածում։ Այն մարդկանց թիմն է տարածում այսօր ընտրության մասնակցող, որոնք Նիկոլ Փաշինյանի շնորհիվ են պաշտոն ստացել։ Հետո ասում են, հա ինչ անենք, Նիկոլ Փաշինյանի հետ սելֆի էինք անում, հիմա մենք իր հետ չենք։ Հա, ձեզ կարելի է Նիկոլ Փաշինյանի միջոցով իշխանության գալ, հետո հետը չլնել։ Բայց ընդամենը եթե մեկին հրավիրում են հայկական սեղան հաց ուտելու, դա արդեն լուրջ քաղաքական համագործակցություն է, հա։ Կամ մեկ էլ են մյուս կողմն է տարածում, որը որ կանգնել է պաշտոնապես հայտարարել, որ իրանք Նիկոլի հետ են եւ Նիկոլ Փաշինյանի քաղաքական հենարանն են։ Յա, այդ դուք հայտարարում եք, դուք իր հետ չեք, մեկ ուրիշը որ ընդամենը հայի սեղանին նստել հացակել, սեղանին ինչ որ մեկնել կա, վերջ Նիկոլ Փաշինյանի ծրագիրն է։ Այո, ձեզ հետ չի կարելի ոչ միայն խաշի գնալ, ձեզ հետ սկի մատաղուտելու չի կարելի գնալ։ Դուք ինքներդ բացահայտեցիք, թե ինչի ես ձեր հետ հանդիպման չեմ եկել։ Ուղղակի բացահայտեցիք մեկ ուրիշի օրինակով։ Հրավիրում եք իրար հետ հանդիպման, նստում եք իրար հետ խոսում, համաձայնության չեք գալի, նա նրա նկարներն է տարածում, նա նրա։ Այդ մարդիկ, որ իր այդ սեղանի շուրջ նստել են։ Դուք ո՞նց եք ուզում ձեր հետ մեկը բան քննարկի։ 20 տարուց ավել ես հրապարակային գործունեությամբ եմ զբաղվում։ Գիտեք, քանի մարդ ա եղել, որ 20 տարվա մեջ բարիկադների տարբեր կողմերում ենք հայտնվել։ Բայց եթե ինչ որ ժամանակ այդ մարդուն վստահել ենք գաղտնիք կամ ինքը ինձ, դա չի կարա հրապարակային օգտագործվի։ Դա ուղղակի դա բարեկրթության խնդիր է։ Եթե նույնիսկ դա շատ պետքական է, որ դա կարելի է օգտագործել, մեկը դու չես օգտագործում, չես օգտագործում ու վերջ։ Դա սկզբունքի հարց է։ Չի կարելի այս կարգի մարդկանց հետ նստել մի սեղանի շուրջ բան քննարկել։ Ինձ թվում է դուք հասկացաք ինձ այս ամեն ինչի մեջ։ Դրա համար
Տեսնում եք, եթե այդ ծավալի աշխատանքը, որը որ մենք մեր ուժերով ենք անում, ձեր ուժերով ենք անում։ Դրա համար եթե հավանում եք, սեղմեք լայք կոճակը, բաժանորդագրվեք Էդվարդ Անտինյան YouTube-յան ալիքին, սեղմեք զանգակ կոճակը, գրեք մեկնաբանություններ, գրեք հարցեր։ Եթե ցանկություն կունենաք ալիքին աջակցություն ցուցաբերելու, նյութի նկարագրական մասում կա բոլոր հնարավոր տվյալները՝ բանկային փոխանցում, քարտային փոխանցում, արագ փոխանցում, PayPal համակարգ, Patreon համակարգ, բացի դրանից շատ օգտակար բան արած կլինեք, եթե կապ հաստատեք Գուրգեն Սիմոնյանի գրասենյակի հետ եւ մտածեք ինչով կարող եք դուք օգտակար լինել, որտեղ շատ մեծ ծավալի աշխատանք է արվում եւ շատ մեր հայրենակիցներ մեզ աջակցում են, այնպես չի որ չեն աջակցում, բայց եւ միևնույն ժամանակ հասկանում եք, որ մեր պայքարը ում հետ է, եւ տեսնում եք, որ այդ պայքարը ինչ մասշտաբներ, ինչ ահռելի մասշտաբի է։ Մենք չենք էլ փորձի նրանց հետ ոտ մեկնել, որովհետև դա մեր խնդիրը չի, մենք այդ խնդիրը չունենք, բայց գոնե նվազագույն չափով մենք կարողանանք երևալ։ Շատ կարևոր է, որ դուք պատկերացնեք, որ այո, ձեր աջակցությունը ցույց է տալիս, որ սա մեր ծրագիրն ենք անելու, որևէ օլիգարխի ծրագիրը չենք անելու։ Սա ձեր ծրագիրն ենք անելու, որովհետև դուք մեզ վստահում եք, որ անենք մեր ծրագիրը։ Սա ձեր երեխաների ապագայի ծրագիրն ենք անելու, որ իրանք անտարբեր լինելով, հանկարծ չլինի նրանց փոխարեն վաճառվածներն ու ակտիվները գնան նրանց համար ընտրություն կատարեն։ Այ որ ասում եմ բարեկամս պատմում էր, ասում է Հունգարիայում երիտասարդությունը ընենց անտարբեր են ընտրության նկատմամբ, ոնց որ իրանց բացարձակ պետքը չի։ Ծախվածներն ու տարիքովները կռիվ էին տալիս իրար մեջ, թե ով պետք է երկիրը տանի, կամ են կողմ, ջահելները բացարձակ իրանց պետքը չի։ Ոնց որ մի հատ հիվանդություն խփած լինի, անտարբերության հիվանդություն։ Այս նույն բանը մեծերը շատ եմ խնդրում, օգնեք ձեր երեխաներին ճիշտ ընտրություն կատարելու համար։ Դրա համար կապվեք նաև Գուրգեն Սիմոնյանի գրասենյակին, բաժանորդագրվեք նրա YouTube-յան ալիքին, նրա Facebook-յան էջին բաժանորդագրվեք, ասեք ինչ ծրագրով կարող եք օգտակար լինել, ինչով կարող եք աջակցել, մաքսիմալ տարածեք իր նյութերն էլ, զանգեք ձեր բարեկամներին, ասեք, որ իմանան, հատկապես երիտասարդության շրջանում աշխատանք տարեք, բացատրեք, որ այս ամեն ինչը իրենց ապագայի համար է։ Հիմա նայենք մի քանի բան, ինչ կհասցնենք խոսել։ ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆը համաժողովում խոսել է համաշխարհային երիտասարդ, բայց առանձնահատուկ առաջնորդների մասին, որոնք աշխարհի հույսն են, եւ այդ համատեքստում օրինակելի համարել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին։ Ես հասկանում եմ, որ Սթիվ Ուիթքոֆը այն Ուիթքոֆն է, որը որ գնացել էր միջև Թրիփը ստորագրելը Ալիևի հետ պայմանավորվել, որ հեսա գնանք Թրամփի հետ պայմանավորվենք, Նիկոլ Փաշինյանին կանչենք, ասենք պետք է ստորագրեք, որ Փաշինյանն էլ ասեց, դե մենք բոլորին խաղաղության խաչմերուկն առաջարկում էինք, բայց ոչ մեկը չէր համաձայնում։ Թրամփի ադմինիստրացիան ակտիվություն հանդես բերեց, կանչեց, ասեց եկեք արեք։ Այսինքն մենք գիտենք, որ նախաձեռնությունը մերը չի, մենք գիտենք նախաձեռնությունը Ալիևինն է, Թրամփի միջոցով անելու, եւ Ուիթքոֆի հետ է պայմանավորվել Ալիևը։ Եվ փաստորեն տեսեք, երիտասարդ եւ խոստումնալից առաջնորդների մասին է խոսում, Ալիևի մասին։ Ուղղակի պատահաբար չի նկատել, որ Ալիևը 64 տարեկան է, երիտասարդ ու խոստումնալից։ Ուիթքոֆը դե ինքն էլ 68 տարեկան է։ Այդքան է երիտասարդ չի, բայց խոստումնալից է։ Ժողովուրդ հասկանում եք նավթը ինչեր է անում։ Նավթը նույնիսկ մենք գիտեինք, որ փողի քսակը բարձրացնում է մարդու հասակը, դա ասում էին, բայց որ փողի քսակը երիտասարդացնում Ալիևին, դարձնում երիտասարդ խոստումնալից քաղաքական գործիչ, Ուիթքոֆի կարծիքով Ալիևը լրիվ փոխել է իր երկրի զարգացման ուղղությունը։ Հիմա հասկացաք, ժողովուրդ, այս է այ այս թրիփի մասին, որ խոսում ենք եւ վերև ներկայացնում ենք, այսպիսի վերաբերմունք ունի Միացյալ Նահանգները Ադրբեջանի նկատմամբ, սա մեր ծրագիրը չի։ Պետք չի ինքնախապեյությամբ զբաղվել։ Իսկ հիմա Ուկրաինայից ենք խոսում, Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկու գրասենյակի ղեկավարի խորհրդական Սերգեյ Լեշչենկոն ասել է,
Ուկրաինան չընդունեց Պուտինի վերջնագիրը 22 թվականին եւ չի ընդունի ԱՄՆ վերջնագիրը հիմա։ 2026 թվականի ընթացքում Ուկրաինան կբավարարի իր անօդաչու թռչող սարքերի եւ հրետանու կարիքները։ Մենք պետք է հասկանանք Ուկրաինայի պաշտպանական արդյունաբերության վիճակը եւ վերջին հաշվով Ուկրաինայի արժանապատվությունը։ Այդ մարդիկ պատրաստ են պայքարել նույնիսկ եթե Ամերիկայի Միացյալ Նահանգները չօգնի եւ փաստորեն ասում են չենք ընդունելու նաեւ ձեր ուլտիմատումը։ Այդքան են սարսափած, որ մաքուր եվրոպական երկիրը կռիվ է տալիս Զելենսկու դեմ։ Այդ պատկերացեք այդքան, ու այդ Օրբանը, որին սատարում է Դոնալդ Տրամպը։ ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն եւ նրա մեծ յոթնյակի գործընկերները կծու խոսքեր են փոխանակել Իրանի եւ Ուկրաինայի պատերազմների վերաբերյալ։ Միացյալ Նահանգներից մշտապես օգնություն են խնդրում պատերազմներում, ասել է Ռուբիոն, սակայն երբ Միացյալ Նահանգները օգնության կարիք ուներ, դրական պատասխան չստացավ։ Սա օրերս էր հայտարարությունն արել, բայց այս թեմայի հետ կապված կարևոր էր դրա մոդեցան անպայման անդրադառնամ դուրս չմնա։ Գերմանիայի արտգործնախարար Յոհան Վադեֆուլը հայտարարել է. պետք է ասեմ, որ դա նյարդայնացնող է։ Գերմանիան Միացյալ Նահանգներից հստակ խնդրանք չի ստացել։ Այս պահին նման գործողության համար իրավական պահանջները չեն բավարարվել եւ այս պահին որևէ կոնկրետ գործողությունների խնդրանք չկա։ Ֆրանսիայի արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Պասկալ Կոնֆավիերն հայտարարել է, որ գործողության նախապատրաստական աշխատանքներն ընթացքի մեջ են։ Դա տեղի կունենա ռմբակոծությունների ավարտից հետո։ Մենք նման առաքելություն ենք պատրաստում բոլոր պատրաստական գործընկերների հետ, բայց մենք հատուկ հստակ հայտարարել ենք, որ այս պատերազմը մեր պատերազմը չէ եւ մենք չենք ուզում խճճվել դրա մեջ։ Ուկրաինան Ամերիկայի պատերազմը չէ, այնուամենայնիվ մենք այդ պայքարում ավելի շատ ներդրում ենք ունեցել, քան աշխարհի որևէ այլ երկիր։ Այսը Ռուբիոն է շարունակում, իբր թե հակադարձում է, որ դե դուք օգնեք մեզ Իրանի հարցում, մենք էլ օգնենք Ուկրաինայի հարցում։ Բա Իրանն էլ Ուկրաինան էլ օվկիանոս է ձեզ բաժանում։ Ինչի է Իրանի պատերազմը ձերը, Ուկրաինայի պատերազմը ձերը չի։ Այսպիսով սա կլինի մի բան, որը պետք է ուսումնասիրել, որը նախագահը պետք է հաշվի առնի ապագայում, ասել է Ռուբիոն։ Եվ բացի դրանից Ռուբիոն նաև շարունակելու է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն հայտարարել, որ ԱՄՆ կարող է Ուկրաինայից զենքը վերաուղղել Մերձավոր Արևելք, սակայն դեռևս դա չի արել։ Եթե Միացյալ Նահանգները ռազմական կարիք զգալ, լինի դա պաշարների համալուրում, թե Միացյալ Նահանգների ազգային շահերից բխող որևէ առաքելության իրականացում, մենք միշտ առաջին տեղում կլինենք, հայտարարել Ռուբիոն։ Սա ասեցի, որ Ուկրաինայից էլ ասին, եթե չեք էլ տա, մենք կռիվը շարունակելու ենք, ձեր ուլտիմատումն էլ չենք ընդունելու։ Իսկ ԱՄՆ նախագահ Դոնալդ Տրամպը հայտարարել է մեր ռազմական գործողությունը Իրանում գերազանց է ընթանում։ Թե որ մասնագերազանց դժվարանում եմ ասել, ինչից է ինքը այդքան գող, չնայած ցամաքային զորքերը տեղափոխում ինչ որ պատրաստում է ցամաքային գործողությունների, որը համարվում է որ խիստ նաև վտանգավոր կլինի մեզ համար էլ։ Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտնել է. Թրամփի խաղաղության խորհրդին միանալու վերաբերյալ Ռուսաստանը որոշում չունի։ Գաղափարը Իրանում ընթացող պատերազմի ֆոնին այլևս արդիական չի դիտվում։ Այն որ խոսում են, որ խաղաղության խորհուրդը թղթի կտոր է, փուչիկ է, եւ Դոնալդ Տրամփին միանալու խայտարակ են կլնելու, ուղղակի չի կարող Նիկոլ Փաշինյանը Թրամփին մերժի, բայց մի ներկայացրեք Հայաստանը, որ դա մեծ ձեռք բերում, տեսակ Թրամփի կողքը նստած հավասարի բաներ էր քննարկում եւ այլ, ասում ենք այդ փաստաթղթի խայտարակությունը, որ երբեք դա չի կարող փոխարինել ՄԱԿ-ին։ Հիմա դուք հասկացաք, արդեն Ռուսաստանն է ասում, ինչ խաղաղության խորհուրդ, եթե դուք ինքներդ պատերազմ եք հրահրել Իրանում։ ԱՄՆ-ի հարձակումը Իրանի վրա երկարաժամկետ կործանարար հետևանքներ է ունենալու համաշխարհային անվտանգության համար, նշել է Պեսկովը։ Պեսկովին վախտին տեղը դնեիք Ուկրաինա մտնելու համար, այսօր Պեսկովը ձեզ տեղը չէր դնի։ Բայց այն որ խաղաղության խորհուրդը դա աբսուրդ էր, ընդհանրապես անիմաստ կառույց, դա նորություն չի որ խոսել ենք։ Ոնց էին, հիշում եք, Զուռնադհոլով ոնց էին փողոց լցվել Նիկոլ Փաշինյանի կողմնակիցները։ Վերջապես տեսակ ինչ արեցինք, մենք դրան մասնակցեցինք։ Հիմա է սա սրա արդյունքը։ ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը հայտարարել է. Միացյալ Նահանգները չի նախատեսում երկարաժամկետ ներկայություն պահպանել երկրում, ի նկատի ունի Իրանում, եւ չի ձգտում այնտեղ մնալ 1 կամ 2 տարի։ Վաշինգտոնը շահագրգռված չէ Իրանում տևական գործողություններով։ Մենք մեր գործն ենք անում, շուտով դուրս կգանք այնտեղից եւ վառելիքի գները նորից կիջնեն։ Նախ հասկանանք։ Այն որ Ամերիկան պատերազմում է Իրանում, այլ ոչ թե ռազմական գործողությունը դա ակնհայտ է։
Այն որ Ամերիկայի Միացյալ Նահանգների այսօրվա կատարած գործողությունը արդեն կարելի է որակել պատերազմ եւ արդյունքում դա պետքա կոնգրեսը հաստատեր, դա էլ ակնհայտ։ Բայց մի երկու անգամ դեմոկրատները փորձեցին այդ հարցը մտցնել, որ առանց կոնգրես չանի Թրամփը, հանրապետականները արգելափակեցին։ Այսինքն Թրամփին հնարավորություն տվեցին գործողությունը շարունակել։ Բայց մեկը շարունակեց, փետրվարի 28-ին սկսել է, այսօր մարտի 29-ն է։ Եկավ ապրիլի 28, 2 ամիսը լրացավ։ 2 ամիսը լրանալուց հետո անունը կդնես պատերազմ, անունը կդնես ռազմական գործողություն, թե հատուկ ռազմական գործողություն, առանց կոնգրեսի չես կարող շարունակել, բայց այդ դեպքում ինչ եք անելու։ Հիմա բա որ մտնես ցամաքային գործողություն, տեղից էլ արդեն լիազորությունդ գերազանցելու ես։ Մտնես ցամաքային գործողություն, արդյունքում չհասցնես մի ամսում ավարտես։ Ուտես կիսա թողած կոնգրեսը դեմ արտահայտվի, ասի հետ եկեք։ Լա չեմ ասում այսօր հանրահավաքները, որ Միացյալ Նահանգների տարբեր քաղաքներում տեղի ունենում Թրամփի վարած քաղաքականության դեմ։ Ու այնպես չի, որ Իսրայելում հիացած են Բենյամին Նեթանյահուի արած քայլերից։ Շատ լավ են տեսնում, կոնկրետ հարվածներ են ուտում եւ հասկանում են սրա վերջի ինչ ալնելու։ Եթե դուք արագ այդ գործողությունը չարեցիք ու չհաղթեցիք, հիմա դուք շատ ծանր բանի տակ եք մտցնում երկու երկրներն էլ։ Ուրեմն Չնայած ԱՄՆ հասել է իր ռազմական նպատակների մեծ մասին, Թրամփը նախատեսում է շարունակել պատերազմը ևս որոշ ժամանակ, որպեսզի լուրջ խոչընդոտներ ստեղծի Իրանի կառավարության համար։ Նախագահը պատրաստվում է շարունակել նույն ոգով ևս որոշ ժամանակ, որպեսզի երաշխավորի, որ հենց որ մենք հեռանանք, ստիպված չլինենք դա նորից անել շատ երկար ժամանակով, ասել է Վենսը։ Մենք պետք է չեզոքացնենք Իրանի կառավարությանը շատ երկար ժամանակով, եւ դա մեր նպատակն է, ավելացրել է Վենսը։ Հիմա նաև հասկանանք, որ այս նույն հարցը, որ իրան կանում է, ես ասի նրբությունները, Դոնալդ Թրամփը կանգնել է խնդրի առաջ, շարունակել խնդիրը, գործընկերներն իրան չեն աջակցում, բարեկամ պետությունները եւ դադարեցնել խայտառակությունը, արդյունքում ինչա անելու։ Հետո կարող է իսկ շարունակելը մի ամիս հետո ուղղակի իրան արգել են։ Իսկ հիմա Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը պատասխանելով Թրամփին հայտարարել է. Թրամփի ասացների մեծ մասը նպատակ ունի ճնշում գործադրել ինձ վրա, ստիպել վերանայել որոշումը եւ ներքաշվել այս պատերազմի մեջ։ Ես Մեծ Բրիտանիայի վարչապետն եմ եւ գործում եմ Մեծ Բրիտանիայի ազգային շահերից ելնելով։ Շատ մեծ վարպետություն պետք է ունենար Դոնալդ Թրամփը, որ կարողանար հասնել նրան, որ Մեծ Բրիտանիան Ամերիկայի Միացյալ Նահանգները տրամագծորեն տարբեր շահեր ունենա։ Դրա համար մեծ վարպետություն է պետք, հասկանում եք, դա հնարավոր չի դրան հասնել։ Եվ այս պարագայում Քիր Սթարմերն է կանգնում ասում ոչ, իմ երկրի շահերից չի բխում գալ քո կողքը կանել։ Քանի պատերազմ կհիշեք, որ Բրիտանիան Ամերիկայի կողքը չի կանգնել, կամ Ամերիկան Բրիտանիայի։ Բայց այսօր այս վիճակի առաջ ինչ եք կանգնացել այս մոլորակը։ Իսկ այս ամեն ինչը վերաբերվում է նաև մեզ։ Այս ամեն ինչը վերաբերում է մեզ, մանավանդ որ մեր երկրում տեսնում եք ինչ օրակարգ է, ոնց են գնում ընտրության, ինչ են ընտրում, Պուտինի իշխանությունը ամրապնդելու կռիվ ա գնում թե իշխանության կողմից, թե ռուսամետների կողմից։ Փաշինյանը ընտրողներին ասում է մի անհանգստացեք, հեսա գնում են Պուտինի հետ, մենք լավ հարաբերություններ ունենք, մենք բարեկամ պետություն ենք Ռուսաստանի հետ։ Այս օրակարգով գնում ենք ընտրության, բացարձակ իրանք արտաքին քաղաքական ոչ մի բանից չեն խոսում, ուղղակի արտգործնախարարը խոստովանում է, որ գիտեք ինչ, այս բոլոր մեր պատկերացումները չի կատարվում ոչ մեր մեղքով։ Մեկը Ադրբեջանն է մերժում, մեկը Իրանի հետ կապված չի լինում, մեկը Ամերիկայի հետ կապված չի լինում։ Մենք ով ենք, որ մենք հարց որոշենք։ Մենք մենակ կարանք սրտի կանենք, ուրիշ ոչ մի բան։ Մեր ձեռից մենակ սրտի կանելն է գալիս։ Այս խելքով են երկիր ղեկավարում, այս բարդ աշխարհակաղակական իրավիճակում։ Դուք պատկերացնում եք, թե ընտրությունների հարցում ինչպիսի կարևորություն է, թե ինչ կարգի ընտրություն պետք է կատարել։ Դե ինչ, դիտեք եւ դատեք ինքներդ։ Շնորհակալություն։